Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանին։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, բոլորիս ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է Գյումրիում Կիրակի օրը կայանալիք ընտրությունների վրա, եւ ինչպես տեսնում ենք, իշխանությունները ամեն ջանք խնայում գործադրում են, որպեսզի սեփական տեխնատուն հաղթի Գյումրիում։ Ըստ ձեզ ինչով է իշխող կուսակցության համար Գյումրիում հաղթելն այսքան կարևոր եւ հնարավոր պարտությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանության համար։ Մենք հիմա տեսնում ենք, որ Գյումրիում մրցակցությունը շատ ինտենսիվ է, այդպիսի ինտենսիվ մրցակցություն շատ դժվար է հիշել Հայաստանի նորագույն պատմության մեջ առհասարակ ընտրություններում, հա? Թիմ ընտրություններում նկատի ունենք։ Ոչ միայն։ Կարող ենք հիշել 2023 թվականի Երևանի քաղաքապետի կամ ավագանու խորհրդի ընտրությունները, այդտեղ էլ կար որոշակի մրցակցություն, բայց այս աստիճանի մրցակցությունը չէր հասնում։ Կարող ենք հիշել 21 թվականի խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև նախորդ խորհրդարանական ընտրություններ եւ շատ քիչ նման դեպքերի կհանդիպենք, որտեղ մրցակցությունը այնքան սուր է։ Ստեղ երկրորդ կոմպոնենտը այն է, որ իշխանությունները մեծաշով նախաձեռնեցին այս գործընթացը, երբ որ ոնց որ ուժով հանել են ներկա քաղաքապետին, հա, գործող քաղաքապետին հանել են, որպիսի իրենց համար ցանկալի տեխնացուին նշանակեն այդտեղ։ Իրականում մենք նման միտում ունենք գրեթե ամենտեղ, ինչպես նշանակվեց Երևանում ընտրությունը, մոտավորապես նույն ձև, ինչպես փորձեցին ազատվել Փարաքարի, Վանաձորի, Մեղրու եւ այլ Ալավերդու եւ այլ քաղաքների քաղաքապետերից։ Գրեթե նույն սխեմա է գործում ամենտեղ, այսինքն իշխանությունները պարտում են, հետո մանիպուլյացիաներով, ուժային ճնշումով, քաղաքական տարբեր մեխանիզմներով փորձում են հետո վերահսկողությունը հաստատեն քաղաքի նկատմամբ։ Երրորդը, ինչն է Գյումրիում այստեղ հատկանշական։ Նախ մենք գիտենք, որ մինչև ընտրություններ արդեն քիչ թե շատ արդեն տեսանելի ժամկետ է մնում, արդեն եթե մենք խոսում ենք հանրապետական խորհրդարանական ընտրություններից։ Եվ պարզ է, որ այս ժամանակահատվածում արդեն շատ մեծ փոփոխություններ հավանաբար չեն լինելու։ Եվ Գյումրիի ընտրությունները նաև ցուցիչ են, հա, եւ հնարավոր չի շատ խոսալ, որ իրանք ժողովրդական մանդատ ունեն իշխանությունները, եթե նրանք իրականում այդ մանդատ չունեն։ Շատ լուրջ հարց է, թե ինչ մանդատ ստացել են նրանք 2021 թվականին, որովհետեւ խոստումները մի բան էին, կատարվածը մյուս բան, եւ այդտեղ էլ լիքը քաղաքական մանիպուլյացիաներ են եղել, այդ թվում Ադրբեջանի թույլտվությամբ 15-երի ազատված, որոնք հետո նպաստեցին իշխանությունների վարկանիշի աճին։ Այո, ընտրություններից մի քանի օր շուտ, հա, բայց ամեն դեպքում այստեղ այդպիսի արդեն հնարավորություններ իշխանությունները չունեն եւ նաեւ Գյումրին կարելի է ընկալել որպես Հայաստանի Հանրապետության ընտրողների տրամադրությունների ցուցիչ, որը մենք տեսնում ենք նաեւ սոցհարցումներով։ Ինչ ենք տեսել օրինակ Երևանում 2 տարի առաջ կամ տարի ու կես առաջ։ Երևանում տեսել ենք հետևյալ պատկեր, որ իշխանությունները կարողացել են շատ ցածր մասնակցությամբ ապահովել 32.6% քվեների, իսկ ընդհանուր ընտրողների թվից եթե ես չեմ սխալվում 4% էր, եթե ես չեմ սխալվում։ Այսպիսով շատ իրականում թույլ աջակցություն ունեն այս իշխանությունները եւ մի բան է, երբ որ դա քննարկվում է լրատվամիջոցներ, մյուս բան իրականում գրանցված արդյունքը։ Հենց այդ պատճառով իշխանությունները ամեն ինչը փորձելու են ձեռնարկել, որպեսզի այդ արդյունքը, որը հետո որպես խաղակարդ նաև կարելի է օգտագործել, հետո ցույց տան, որ իրենց հաջողությունն է, որովհետև մի բան է գործող քաղաքապետին հանել, մյուս բանը նաև հաղթած քաղաքապետին, նոր հաղթած, նոր հանրային մանդատ ստացած քաղաքապետին նորից հանել, չնայած դրան էլ կարող են գնալ։ Բայց ամեն դեպքում սա ցուցիչ է լինելու երկրում տրամադրությունների վերաբերյալ եւ իշխանությունները վախենում են այս պատկերը ստանալուց։ Նույն Երևանի պատկերի կրկնությունից Գյումրիում։ Կրկնությունից կամ ավելի վատ իրավիճակ, որովհետև շատ հավանական է, որ իրավիճակը նաև ավելի վատ լինի։ Եվ վերջին 1.5 տարվա ընթացքում իշխանությունների վարկանիշը էլի լրացուցիչ նվազել է, վերջին ժամանակահատվածում բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ այս գնահատականը իշխանությունների նվազել է, վարչապետի վստահության տոկոսը կազմում է մոտավորապես 28%, եւ իշխանությունների օգտին
Վերջին հարցնով 11% էր տվել Գելափը իշխանությանը։ Տեսեք, 11.5% է տվել, ավելի ճիշտ 11.5 եղել է հունվարին եւ 11.8 տվել էր փետրվարին, բայց դա այն պարագայում, երբ մեծամասնությունը կարծիք չունեն։ Եթե մենք նաև ուրիշ կուսակցությունները հաշվի առնենք եւ հաշվի չառնենք բոլոր մարդկանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին, ապա այդ տոկոսը կարող է մինչև 41.6% բարձրանալ, հա, իրականում այս պատկերն է, բայց սա էլ շատ հարաբերական է, որովհետեւ շատերը ուղղակի վախենում են կամ ճիշտ չեն համարում իրենց կարծիք հայտնել, իսկ սա կարող է ցույց տալ, որ այս ցանկվածը, որ չի պատասխանում, կարող է նաև էլի ընդդիմության հավանաբար այո, ավելի շատ ընդդիմության կողմից են։ Պարոն Միքայելյան, նույն Գյումրիի համատեքստում ինձ հետաքրքրում է ինչպես է գնահատում ընդդիմադիր ուժերի շանսերը, եթե ձեզ ընդդիմությանը կհաջողվի, այսպես ասած, քանակական մեծամասնություն ձևավորել ավականիում, եւ եթե հաջողվի, նրանց կհաջողվի, ապա այս դեպքում էլ մի կողմ դնել իրենց տարաձայնությունները եւ միասնական ընդդիմադիր իշխանություն ձևավորել։ Ընդհանրապես այս իշխանությունները շատ արդյունավետ կամպանիա են վարել այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում բաժանիր որ տիրես սկզբունքով, հա, եւ ընդդիմության մեջ պարակտումը մցրեցին, նույնիսկ արդեն Հայաստան դաշինքի եւ Հանրապետական կուսակցության միջև պարակտում կա, որը ցույց է տալիս, որ այս պարակտման քաղաքականությունը հաջող է եղել, այս սև-սպիտակ եւ այլն, այս ամեն ինչի վրա։ Այո, այս նաեւ այս ով բերեց Փաշինյանին, այս արդեն նոր սերիան եւ այլն, եւ այստեղ արդեն շատ կասկածներ կան։ Նախ հաշվի առնենք, որ Գյումրիում կան կոնվենցիոնալ, այսպես ասած, սուբյեկտներ եւ ոչ կոնվենցիոնալ սուբյեկտներ։ Որպես ոչ կոնվենցիոնալ սուբյեկտներ, այսինքն մարգինալ չի ասի, որովհետեւ նրանց աջակցությունը հատկապես Գյումրիում բավականին բարձր կարող է լինել, բայց ամեն դեպքում ոչ ստանդարտ սուբյեկտներ, այսպես ասենք, անվանենք, հա, դրանք են Վարդան Ղուկասյանը, նախկին քաղաքապետ, եւ ԴՕԿ կուսակցությունը, մյուս Վարդան Ղուկասյանի ոնց որ աջակիցները, որոնք էլի ինչ որ տոկոսով կան, եւ որը բավականին լուրջ դեր է խաղացել Երևանում, որպեսզի ընդդիմադիր կոալիցիան չկազմվի։ Այսպիսով, այստեղ կա ընդդիմություն ասելով, մենք ունենք ընդդիմություն, որը իշխանության դեմ է, մենք ունենք ընդդիմություն, որը ինչ որ սեփական նեղ օրակարգ ունի, մենք ունենք ընդդիմություն, որը զուտ պոպուլիստական է, մենք ունենք ընդդիմություն, որը ընդդիմություն էլ չի, օրինակ շատ հարցեր կան, թե ինչպիսի դիրքորոշում ունի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ել չասած տարատեսակ Սասնացեր եւ այլն, որոնք մեծաշով զարթնում են միայն երբ որ իշխանության փրկել է։ Պետք չնայած որ իրանք էլ են քննադատում, բայց շատ հաճախ նաեւ քննադատում են ավելի շատ ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը մի քիչ ընդդիմություն չի ստացվում, հա։ Բայց նրանք չկան Գյումրիում, կարծես թե։ Գյումրիում նրանք թույլ են, բայց համապետական մակարդակում ամեն դեպքում կան եւ կան նաեւ մեդիա դաշտում, հա։ Բայց ԴՕԿ կուսակցությունը եւ Վարդան Ղուկասյանի մոտեցումները շատ էական են Գյումրիում, հատկապես Վարդան Ղուկասյանի, որովհետեւ Վարդան Ղուկասյանը այս նախնական հարցումների բավականին լուրջ աջակցություն ուներ Գյումրիում եւ սկզբից ինքը շատ կտրականապես Փաշինյանին դեմ էր, հետո երբ որ սկսեցին վախացնել, ինքն էլ սկսեց իր դիրքորոշումը մեղմացնել եւ այլն, այստեղ ինքը քանի որ կոնվենցիոնալ սուբյեկտ չի, ինչ որ հստակ կուսակցություն չի ներկայացնում, ինքը կարող է տատանվել շատ։ Իմ կարծիքով թե ինքը ում կոչ կանի իր ընտրողներին, որ ընտրեն, քանի որ գիտենք իր ուժը չի մասնակցում ընտրություններին։ Ինքը որոշեց չմասնակցել, ճիշտ ասած, այս Վարդան, եթե ամերիկա բնակ Վարդան Ղուկասյան։ Չէ։ Վարդան Ղուկասյան, որը նախին Գյումրիի մասնակցում է։ Նա մասնակցում է, այս եւ իր աջակցության կշիռը Գյումրիում բավականին բարձր է։ Հա, այս հարցումների ինքը բավականին լուրջ շանսեր ունի եւ մինչեւ 20-ից մինչև 25, գուցե մինչև 30% կարող է հավաքել, որը փոքր թիվ չի։ Պարզ է, որ իրավիճակը կարող է արագ փոխվել, մանավանդ վերջին շաբաթվա ընթացքում, բայց ամեն դեպքում մեծ հաշվով կա 3 տեխնացու, որոնք կարող են առաջին տեղը զբաղեցնել։ Դրանք են Ռուբեն Խիթարյանը, Վարդան Ղուկասյանը եւ ԿՊ-ի ներկայացուցիչ։ Այսպիսով եւ Ռուբեն Խիթարյանը եւս ինքը ոնց որ կուսակցական խաղացող չի, նա առանձին դեմք է եւ պարզ է որ ինչ որ քաղաքական
ուժի հետ աշխատում է, բայց ամեն դեպքում նա առանձին դեմք է, չնայած որ իրեն կարելի է շատ հանգիստ դասել որպես ընդդիմության ներկայացուցիչ եւ իր նաեւ կամպանիան էլի զգալիորեն ընդդիմադիր է։ Եվ եւս մի հանգամանք Գյումրիում ընդհանրապես այս պայքարը էլի զգալիորեն քաղաքական է, եթե մենք դիտարկենք պայքարը ուրիշ վայրերում, ապա այդ պայքարը կարող է լինել շատ ավելի տեղային, բայց Գյումրիում, ինչպես նաև Երևանում եղել, այս պայքարը զգալիորեն քաղաքական է եւ սա էլ է իշխանությունների համար կարևոր հարց։ Ինչու։ Մի խոսքով, ստեղ կա շատ լուրջ հարց, թե ընդդիմության մեջ ինչ դասավորվածություն է լինելու, որովհետեւ պարզ է, որ իշխանությունը շատ մեծ շանսեր չունի հաղթելու։ Իշխանությունը հավանաբար, իշխանության ներկայացուցիչը հավանաբար հավաքելու է 25-ից 30% կամ գուցե ավելի քիչ եւ կարող է երկրորդ կամ երրորդ տեղ զբաղեցնել։ Չի բացառվում առաջին տեղն էլ կախված է արդեն ընտրական գործընթացից, բայց ճիշտ ասած ավելի տրամաբանական եմ տեսնում, որ երրորդ տեղ զբաղեցնի, որովհետեւ թե Վարդան Ղուկասյանը, թե Ռուբեն Մխիթարյանը ավելի ուժեղ աջակցություն ունեն։ Ինչևէ կտեսնենք այս ամեն ինչը, բայց դրանից հետո ինչպես կհամագործակցի ընդդիմությունը, այսա շատ լուրջ հարց է, այսօրվա դրությունից նայելով շատ դժվար է դա պատկերացնել, դա նաև կախված է լինելու հենց Գյումրիում արդեն տեղական թիմերից, որոնք կմտնեն ավականու խորհուրդ եւ իրենց կոնսուլտացիաներից ոչ միայն կուսակցական եւ ներքաղաքական դասավորվածությունից, այլ հենց այդ մարդկանցից էլ է կախված։ Անդրադառնանք նաև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, որը կարծես թե լավատեսություն չի ներշնչում, թեև հայտնի դարձավ, որ տեքստը համաձայնեցվել է, սակայն Ադրբեջանը չի շտապում այն ստորագրել, ավելին վերջին օրերին պարբերաբար լսում ենք կրակոցների եւ ապատեղեկատվության մասին, որը թշնամին է տարածում։ Ինչով է սա պայմանավորում եւ այս փուլում ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։ Նախ ամբողջ խաղաղության պայմանագիր կոչված այս գործընթացը դա հայանպաստ գործընթաց չի, որը հիմնականում ենթադրում է միակողմանի Հայաստանի կողմից զիջումներ եւ որևէ զիջումներ Ադրբեջանի կողմից չի ենթադրում, բայց նույնիսկ այս պարագայում Ադրբեջանը մտածում է, որ կարող է ավելին ստանալ։ Ինչու է մտածում։ Դրան երկու պատճառ կա։ Պատճառ 1 դա այն միանշանակ աջակցությունը, որը ունի Թուրքիայից, եւ ոչ միայն աջակցությունը, այլ նույնիսկ Թուրքիան պարտադրում է, կարելի ասել Ադրբեջանին այս լարվածության գնալ, որովհետեւ շատ տարածված է իշխանամետ քաղաքական, այո, հակառակը դա հիմարություն պարտադրում, որ Ադրբեջանը խաղաղության գնա Հայաստան։ Դա հիմարություն է, որովհետև Թուրքիան Ադրբեջանից 15 անգամ մեծ է բնակչությամբ, հա, կամ 13 անգամ։ Ադրբեջանի իրական բնակչության քանակը մոտավորապես 6.5 միլիոն է, Թուրքիայինը 86 միլիոն է։ Դրանից զատ Թուրքիան անհամեմատ աշխարհաքաղաքականորեն ուժեղ է եւ մենք տեսել ենք բազմաթիվ դրվագներ, երբ Ադրբեջանը գնում է Թուրքիա խնդրելու եւ երբեք չենք տեսել, երբ Թուրքիայի ղեկավարությունը գալիս է խնդրելու Ադրբեջանին ինչ որ բան։ Եվ Թուրքիայի կողմից Ադրբեջան կառավարելու դեպքեր մենք տեսել ենք, հակառակը հնարավոր չի պատկերացնել, այսինքն օրինակ 2020 թվականի պատերազմից 3 ամիս առաջ Թուրքիայից եկել է Գենշտաբից խումբը, որը ամբողջ պատերազմը կազմակերպել է, հա? Այսինքն ամեն ինչը կազմակերպում է Թուրքիան եւ Թուրքիան ունի քաղաքական նպատակներ։ Իսկ երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, ապա Ադրբեջանը արդեն պրոքսի ուժ է Թուրքիայի համար, ոչ ավել։ Իսկ բայց Թուրքիային շատ ավելի ձեռնտու է Ադրբեջանով ոնց որ ծածկել այս բանը։ Այդ նույնը ինչ արևմուտքը հիմա Ուկրաինայով է ծածկվում, այսինքն այդ Ուկրաինան չի ուզում բանակցությունը, մենք էլ Ուկրաինային աջակցում ենք։ Ուկրաինան առանց արևմուտքի, առանց այս գլոբալ ուժերի ոչ մի բան չի կարող անել։ Այսինքն եթե Եվրամիությունն ու ԱՄՆ-ն միասին պայմանավորվեն, որ Ուկրաինան այսպես պետք է գործի կամ այնպես պետք է գործի, դուք նույնիսկ լրատվամիջոցում չեք գտնի տարաձայնություն, որովհետեւ Ուկրաինան ունակ չէ, եթե նույնիսկ իր իշխանությունը ցանկանար, իսկ իր իշխանությունը ամբողջությամբ կախյալ վիճակում է գտնում։ Նույնն այստեղ, այսինքն Ադրբեջանը կախյալ վիճակում է գտնում Թուրքիայից եւ Ադրբեջանի պահվածքը պայմանավորված է Թուրքիայի պահվածքով, բայց Թուրքիան փորձում է Ադրբեջանը օգտագործել եւ նրա ֆոնին կառուցողական թվալ եւ ցավոք սրտի այդ կուտը կերակրում են նաեւ Հայաստանի ժողովրդին ներկայ իշխանությունները։ Հիմա բուն գործընթացի այս փուլի մասին։ Նախ բանակցային գործընթացը առհասարակ որևէ, այսպես ասած, կենսունակություն չունի։ Հիշեցնեմ, որ դեռ 2021 թվականից
Փաշինյանը ամեն տարի եւ ամեն ամիս ասում է, որ մինչեւ տարվա վերջը այդ պայմանագիրը կկնքվի։ Սա առաջինը, երկրորդը հիշեցնեմ, որ այս նախապայմանները անդադար ավելանում են եւ նույնիսկ երբ որ տեքստը կարծես թե համաձայնեցվել է, այսինքն հայկական կողմը մյուս զիջումների գնաց, մեկը Ադրբեջանը հիմա նոր պայմաններ է առաջ բերում։ Հիշեցնեմ նաեւ այն, որ ԱՄՆ-ն փորձել է եւ բավականին լուրջ դիվանագիտական ջանք է ունեցել անցած տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ֆոնին կազմակերպել բանակցություն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև եւ այդ բանակցությունը տապալվել է, որովհետեւ Ադրբեջանը մերժել է, ինչպես որ մինչ այդ միշտ։ Եվ այսպիսով Ադրբեջանում համոզված են, որ կարող են ուժով լուծել խնդիր, համոզված են, որ եթե Հայաստանի համար դա գերնպատակ է խաղաղության պայմանագրին հասնել, ապա նրանք կարող են գին անընդհատ բարձրացնել, որովհետեւ Հայաստանը խաղաքարտ չունի։ Այսինքն ի՞նչն է Հայաստանի խաղը, եթե Ադրբեջանը հրաժարվեց, հա։ Մենք բանակցային տեսության տեսանկյունից եթե դիտարկենք, ի՞նչն է Հայաստանի այլընտրանքը։ Չունի։ Այսինքն իշխանությունները միտումնավոր միակողմանի հրաժարվել են ցանկացած այլընտրանքից։ Եվ այսպիսով իրենց դիվանագիտական դիրքերը ոչ թե թուլացած են, այլ զրո են։ Իրանք չունեն բանակցային դիրք, իրանք չունեն բանակցելու առարկա։ Այսինքն իրանք ունեն միայն մուրալու առարկա։ Ադրբեջանն էլ չի տրվում այդ բանին, այդ մոտեցումներին, որովհետև Թուրքիայի կողմից մյուս ուղղություն կա։ Եվ եւս մի բան, Ադրբեջանը եւ Թուրքիան այն խնդիրները, որ դրանք ունեն, պայմանագրով լուծելի խնդիրներ չեն եւ այսպիսով նրանք չեն ուզում պայմանագիր կնքել եւ չեն կնքելու։ Պարոն Միքայելյան, դուք իշխանամետ շրջանակների են թեզը, որ Թուրքիան է պարտադրում Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, դուք սա հիմարություն որակեցիք, բայց օրինակ գիտենք, հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով, եւ այս կապակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում հիստերիայի ալիք է բարձրացել, շատերը նշում են, որ Ադրբեջանը դավաճանել է Թուրքիային եւ այլն, եւ հիշյալ իշխանամետ շրջանակները հենց այս իրողությանն են հղում անում, նշելով, որ սա վկայում է այն ճնշման մասին, որը Թուրքիայի կողմից կա Ադրբեջանի նկատմամբ։ Ինչպես կմեկնաբանեք այս իրողությունը եւ եթե այդպես չի, ինչու է սահմանի բացումն այսքան անհանգստացրել Ադրբեջանին։ Տեսեք, ուրեմն այս պատկերի մեջ շատ տրամաբանական է։ Քանի դեռ Ադրբեջանը ամբողջությամբ կախյալ է, Ադրբեջանը իհարկե կարող է շատ անհանգստանալ, որ իր կողմից, եթե ինքը իր պարտականությունները պահում է, ապա Թուրքիան կարող է իրեն դավաճանել։ Մենք տեսնում ենք հիմա օրինակ ինչպիսի վերաբերմունք կա Ուկրաինայում ԱՄՆ նոր նախագահի եւ իր քաղաքականության նկատմամբ։ Մոտավորապես նույն վիճակն է, այսինքն դու գալիս ես, բոլոր պարտավորությունները քո վրա վերցնում ես, այս մյուս կողմն էլ ձերքի ազատությունը իր վրա թողնում։ Ինքն էլ ասում է, նայ, դու պետք է շատ հստակ դիրքորոշում ունենաս, իսկ ես երբ որ պետք է լինելու, ինչ պետք է կանեմ։ Այսինքն այս մանրագույն ռևերանսը Թուրքիայի կողմից ռևերանսնել չեմ կարող անվանել, այսինքն ինչն է դա ցույցում, որ Թուրքիան թույլ է տվել, որ Հայաստանը ուղարկի այդտեղ հումանիտար օգնություն։ Հայաստանը 2 տարի առաջ ուղարկել է հումանիտար օգնություն բուն Թուրքիան, հա? Հետո ինչ։ Ոչ մի ժամանակ նման ալիք չբարձրացավ հիստերիայի։ Կարող է բարձրացավ, կարող է հիմա էլ չկա։ Ես ճիշտ ասած մի քիչ արդեն դժվարանում եմ ադրբեջանական լրատվամիջոցների ես ագրեսիվ քարոզչությանը հետևել, բայց գիտեք ինչ, իմ կարծիքով այդքան էլ էական չի այս հիստերիայից մեծ հետևություններ անել։ Թուրքիան շատ հստակ ասեց, որ Թուրքիան համաձայն է Ադրբեջանի նախապայմաններին եւ քանի դեռ Մինսկի խումբը չի ցրվել եւ քանի դեռ Հայաստանը չի ընդունել նոր սահմանադրությունը, ապա Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի։ Հիմա դուք ինձ ազնիվ ասեք, այսինքն Թուրքիան սենց նայում է, բինոկլով նայում է Ադրբեջանում ինչ են որոշելու, որ նույնի կրկնություն ասեն։ Ես ուրիշ օրինակ բերեմ 2022 թվականի սեպտեմբերի 18-ին Էրդողանը հայտարարում է, որ Ալիևը Ադրբեջանը ավարտել է օպերացիան, Ջերմուկի հետ օպերացիան, հա, Ջերմուկի եւ առհասարակ ամբողջ Հայաստանի
սահմանի դեմ օպերացիան եւ հիմա կանգնացնում է ռազմական գործողությունները։ Այսինքն Էրդողանը հայտարարում է, որ Ալիևը կանգնացնում է օպերացիան։ Այսինքն Էրդողանը կանգնացնում է օպերացիան, հա։ Այսինքն նույն իրավիճակը այստեղ ուղղակի այս էժանագին սադրանքներ, նորից եմ ասում, սա ուղղակի գիտեք արդեն բացի այս հիմարություն անվանելուց ես չեմ կարող դա ասել, այսինքն Թուրքիան, այո, մի քիչ ավելի շատ ձեռքերի ազատություն ունի, ինքն է որոշում, բայց ինքը դեմ է։ Երբ որ խոսում է սահմանադրական հանրակրվեի մասին եւ առհասարակ սահմանադրության փոփոխության մասին, նախ սահմանադրություն փոխել է, հատկապես պարտադրել սահմանադրություն թշնամական երկրի կողմից նշանակում է տոտալ կապիտուլյացիա, գրում են սահմանադրություն ամբողջությամբ ջախջախված եւ պարտված պետություններին, ինչպես Ամերիկան գրեց Գերմանիային եւ Ճապոնիային սահմանադրությունը եւ նման դեպքեր էլի կան։ Հիմա Ռուսաստանն էլ է ուզում Ուկրաինային պարտադրել սահմանադրության փոփոխություններ, դեռ չի կարողանում, դեռ կապիտուլյացիան չի հասցրել, բայց ուզում է, հա։ Մեր իշխանությունը արդեն խոսում է, որ տարածաշրջանային նշանակություն պիտի ունենա նոր սահմանադրությունը, սա ձեր նշած կապիտուլյացիայի վկայությունը չէ։ Անկասկած։ Եվ ավելին մենք տեսել ենք շատ ինտենսիվ սինխրոնիզացիա Ալիևի եւ Փաշինյանի հայտարարությունների, այսինքն անցած տարվա հունվարի վերջին թե փետրվարի սկզբին Ալիևը ասում է, որ Հայաստանը պետք է սահմանադրությունը փոխի, հաջորդ օրը Փաշինյանն է նույնը ասում եւ շարունակաբար նույն իրավիճակը շարունակում է մինչեւ հիմա տեղի ունենում։ Այսինքն Ալիևը պարտադրում է Հայաստանին սահմանադրություն փոխել։ Հիմա եկեք այս սահմանադրությունը մի քիչ բացենք, ինչի մասին է խոսքը գնում։ Պարզ է, որ նրանք ուզում են, որ ոչ միայն Արցախի կամ Արևմտյան Հայաստանի կամ անկախության հռչակագրի մասին ցանկացած այս խոսակցությունը տեղի ջնջեն եւ ցանկացած եկեղեցու մասին ամեն ինչը ջնջեն եւ նաեւ արգելեն առհասարակ ցանկացած խոսույթը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին սովետական սահմաններում եւ այսինքն ադրբեջանական բռնապետությունը ուզում են բերեն նաեւ այստեղ, բայց խնդիրը միայն սա չէ, խնդիրը ավելի եթե զուտ քաղաքական տեսանկյունից դիտարկենք, խնդիրը այն է, որ Ալիևը շատ լավ գիտի, որ Փաշինյանը չի կարող այս սահմանադրությունը անցկացնել։ Ցանկացած հարցումով այս սահմանադրությունը աջակցություն չի ունենա։ Այս սահմանադրությունը կարող է հանրաքվեով ստանալ 25%, 20%, 650,000 մարդ չի գտնվի, որը կողմ կքվեարկի։ Ոչ միայն 650, այլ նույնիսկ 300,000 էլ չի գտնվի։ Եվ այստեղից հաջորդ հարց. Եթե այդպես է իրավիճակը, ապա ո՞նց է անցկացնելու։ Ուրեմն կամ պետք է ինչ որ էլի քաղաքական մանիպուլյացիաներով, օրենքի կեղծումով անցկացնի խորհրդարանով, տեսականորեն սա կարելի է ակնկալել, որովհետև իշխանությունները նման գործողությունների արդեն դիմել են, օրինակ երբ որ սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշումներն ընդունել են 2020 թվականին։ Այստեղ չեն կարող, որտեղ խոսքը անփոփոխելի հոդվածների մասին է, որը միայն նոր հանրակրվեով կարող են ընդունել։ Համաձայն եմ, բայց նույնիսկ եմ ասում, եթե օրենքը կեղծեն եւ այլն, բազմաթիվ որոշումներ ընդունվել են, այնպես որոնք խախտում էին օրենքը, բայց ամեն դեպքում ընդունվել են այս որոշումները։ Նման իրավիճակ կարող է տեսականորեն կարող է լինել այստեղ։ Բայց եթե ամեն դեպքում անցկացվի հանրակրվե, այդ հանրակրվեն պետք է շատ կոպտագույն առումով կեղծվի։ Հայաստանը ընդհանրապես ունի սահմանադրական հանրակրվեների կեղծման փորձ բավականին լայն, բայց այս աստիճանի կեղծիքներ նույնիսկ չեն եղել, այսինքն պետք է տոտալ կեղծիք լինի, որպեսզի պայմանական 25% 51% դարձվի, հա։ Եվ այստեղ խնդիր կա, այսինքն սա չի ունենա ուրեմն հանրային վստահություն եւ այստեղ Փաշինյանը կարող է տապալվել, ոչ միայն կարող է, այլ անխուսափելի է սա։ Ալիևը դա շատ լավ գիտի եւ հենց դրա համար էլ պարտադրում է, այսինքն նա նաեւ գիտի, որ եթե հանրակրվեի մասին է խոսքը գնում, ապա հանրակրվեն չի կարող արագ լինել եւ հավանաբար կարող է լինել միայն խորհրդարանական ընտրություններից հետո ինչ որ ժամանակահատված ուշ, հա, այսինքն ենթադրենք խորհրդարանական ընտրություններ եղել են, հետո անցել է կես տարի, նշանակում է 27 թվականին արդեն պայմանական, հա, այսինքն այն խոսակցություններ, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի մինչև այս տարվա վերջ, եթե ադրբեջանական նախապայմաններից մեկը 27 թվի մասին է, արդեն անիմաստ է դարձնում այս խոսակցությունը, բայց իշխանությունները շարունակում են խոսալ խաղաղության պայմանագրի մասին եւ ինչով է դա վատ։ Այսինքն նրանք չեն թույլ տալիս, որ երկիրը պատրաստվի իրական գործընթացին, որը Ադրբեջանի կողմից
պատրաստվող պատերազմն է։ Այսինքն հակված եք կարծել, որ անգամ 26-ի ընտրություններից առաջ Ադրբեջանը չի գնա խաղաղության պայմանագրի ստորագրման, որպեսզի Փաշինյանին խաղաթուղթ տա, այս թեզը նույնպես շատ է քննարկվում, կարծիքներ կան, որ ընտրություններից առաջ դա տեղի կունենա։ Չէ, չեմ կարծում, որովհետև այստեղ մի քիչ ավելի մեծ գործընթացի մասին է խոսքը գնում։ Տեսականորեն կարող են էլի մի երկու գերի բաց թողնել նույն ձևաչափով 2% շահեն Փաշինյանի համար, սա կարող է լինել, բայց գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը չէ, որովհետև ստեղ խոսք է գնում աշխարհաքաղաքականության մասին։ Իսկ այդ աշխարհաքաղաքականությունը նորից եմ ասում, այստեղ Ադրբեջան ու Թուրքիան, հատկապես Թուրքիան ունեն այդպիսի խնդիրներ, որոնք պայմանագրով լուծելի չեն։ Պարոն Միքայելյան, ուզում եմ նաև խոսենք Թուրքիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալությունից հետո երկրում զանգվածային ցույցեր են սկսել, կարծիքներ կան, որ այս իրավիճակը կարող է անգամ դուրս գալ Էրդողանի վերահսկողությունից։ Ձեր դիտարկմամբ իսկապես կարող է նման բան տեղի ունենալ, թե հերթական անգամ մեր հանրությանը ցանկալին ներկայացնում են որպես իրականություն։ Նախ երկրորդը անշուշտ ճիշտ է, որովհետև այս նախ ով Էրդողանի դեմ, արդյոք լիբերալներն են, որոնք կամ արդյոք հայամետներ կան այդտեղ, կամ արդյոք ուրիշ, չէ, ազգայնականներն են։ Անդրադառնանք, որը նույնպես հրամցնում են մեր Այո, ազգայնականներն են, որոնք էլի հակահայ են։ Ընդ որում այս ընդդիմադիր ցույցին Բուրսա քաղաքում, Բուրսա միլիոնանոց քաղաք է, Ստամբուլին քաղաք է Թուրքիայում։ Ստամբուլից ոչ հեռու, այդտեղ քրդերը, ընդդիմադիր քրդերը եկել են ընդդիմադիր թուրքերի հետ միասին ցույց անելու եւ ընդդիմադիր թուրքերը ընդդիմադիր քրդերին ծեծել են, հա։ Ինչի մասին ենք մենք խոսում, այսինքն այդքան լուրջ հույսեր ունենալ թուրքական քաղաքական գործընթացից իմ կարծիքով չարժե։ Ինչ վերաբերվում է արդեն բուն Էրդողանի վերահսկողության տակից դուրս գալու հետ կապված, տեսեք, Էրդողանը հիմա ցույց է տալիս, որ ինքը ուժային ինստրումենտը օգտագործելու է։ Ես այդպես փորձեմ դա բացել, քանի որ ամեն դեպքում ես թուրքագետ չեմ եւ չեմ պնդում, որ իմ վերլուծությունը միանշանակ ճիշտ է, ասեմ հետեւյալը։ Նախ զուտ այս ձերբակալությունը ցույց է տալիս, որ Էրդողանը ամեն դեպքում խնդիրը տեսնում է։ Եվ տեսնում է բավականին լուրջ խնդիր եւ մտավախություններ ունի, որովհետեւ իր վարկանիշը նվազում է, ընդդիմությանը աճում է եւ Ստամբուլի քաղաքապետը իդեպ Էրդողանը ժամանակին ինքն էլ է եղել Ստամբուլի քաղաքապետ, առհասարակ Ստամբուլի քաղաքապետ դա շատ լուրջ պաշտոն է, Ստամբուլում 15 միլիոն մարդ է ապրում եւ քաղաքական եւ սոցիալական եւ տնտեսական կյանքի կենտրոնն է Թուրքիայի, այսպիսով Ստամբուլի քաղաքապետը կարելի ասել թիվ երկրորդ քաղաքական դեմք է երկրում եւ այսպիսով այս մարդուն փորձել վերացնել քաղաքական ասպարեզից պարզ է, որ շատ լուրջ թե պատճառ պետք է ունենա, թե հետևանքներ, որոնք մենք տեսնում ենք։ Բայց զանգվածային ցույցեր ինչքանով կարող են Թուրքիայում իրավիճակը փոխել իմ համար շատ հարցական է, որովհետև եկեք այդպես դիտարկենք, հա, Թուրքիան ունի ավանդույթ շատ մեծ զանգվածային ցույցերի, շատ ավելի զանգվածային, քան օրինակ Հայաստանում, բարձր է այդտեղ բնակչությունն էլ է մեծ, բայց ամեն դեպքում շատ զանգվածային ցույցերի փորձը Թուրքիան ունի եւ որոշ քաղաքներում մինչեւ 800,000 մարդ է հավաքվում, բավականին պարբերաբար, հա, կամ ասենք նույն Իզմիրում, օրինակ, որը 4.5 միլիոնանոց քաղաք է, էլի այդտեղ հարյուրավոր հազար մարդիկ են հավաքվում։ Եվ ընդ որում նաև Էրդողանն էլ է կարողանում այդ քաղաքներում զանգված հավաքել։ Գուցե ավելի փոքր, բայց ամեն դեպքում ինքը ունի աջակիցներ։ Այնպես չի, որ Էրդողանը չունի աջակիցներ, սա շատ կարևոր է։ Այսպիսով ինքը կարող է հենվել իր աջակիցների վրա, որոնք նվազագույնը 1/3 կազմում են երկրում եւ ավելի կազմակերպված են թե իշխանական թելերով, թե նաև մսկիթների ցանցով, որը ինքը կառավարում է։ Երկրորդը, ինչը ամենակարևորը այստեղ դա ուժայինների պահվածքը եւ ներէլիտական գործընթացը, այսինքն եթե էլիտան ճեղքվի իրականում թուրքական այս պայդրությամբ իշխանական էլիտան, սա մի բան է, եթե չի ճեղքեր չի ունենա, այսինքն սա լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծում, այսինքն այստեղ իշխանություն քանդելու կամ Էրդողանին գցելու տարբերակ գրեթե չի լինելու։ Այս պահին միտումն ինչպիսին է։ Ես այդ ճեղքումը դեռ չեմ տեսնում։ Եվս մի վտանգ կա Էրդողանի համար, դա տնտեսական կոլապսն է, այսինքն իր տնտեսական քաղաքականությունը եղել է բավականին ավանտյուրիստական ասելով ես նկատի ունեմ, որ նա
շատ մեծ խաղադրույք է արել, որ տնտեսական աճ է ապահովելու, բայց շատ ռիսկային խաղ է տարել եւ արագացրել է տնտեսական աճը ի հաշիվ ֆինանսական եւ տնտեսական կայունության։ Իր մոտ ստացվել է տնտեսական աճի արագացումը, տնտեսական եւ հետեւաբար քաղաքական հզորությունների մեծացումը, ռազմարդյունաբերական կոմպլեքսի զարգացումը, բայց նույնիսկ եմ ասում ֆինանսական կայունությունը տոտալ խախտված է Թուրքիայում, շատ անկայուն իրավիճակ է եւ Թուրքիայում վերջին մի քանի ամիս նա փորձել է այս իրավիճակը կայունացնել։ Այստեղ սկսել է պետական ռեզերվներ հավաքել եւ այլն եւ վերջի օրերին սկսեց ծախսել այդ գումարներ, որովհետեւ իրան սկսել է արժեք կորցնել։ 3 օրվա ընթացքում 26 միլիարդ դոլար ծախսվեց լիրայի փոխարժեքի պահպանման համար եւ սա ստեղծում է վիճակ, երբ որ Թուրքիայի ֆինանսական կայունությունը կարող է քանդվել, պետք է հետեւել այս ցուցանիշին, որովհետեւ եթե ֆինանսապես իրավիճակը էլ ավելի շատ լարվի, ապա կարող է Էրդողանը չկարողանա մարսել։ Պարոն Միքայելյան, եթե օրինակ Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենա, պայմանական եւ Էրդողանի փոխարեն իշխանության գա Ստամբուլի ներկայիս քաղաքապետը, որը գլխավոր տեխնացուներից մեկն է համարվում։ Օրինակ հայ-թուրքական հարաբերությունների մասով այս փոփոխությունը ինչ որ բան կարող է արժենալ, օրինակ իշխանամետ փորձագետները այս թեզն են մեր հանրությանը շատ մեծ արագությամբ ներարկում եւ նշում, որ եթե նման բան տեղի ունենա, ապա հայ-թուրքական հարաբերություններում էլ լուրջ փոփոխություններ տեղի կունենան։ Ես այդպես կասեի, որ այստեղ մենք որևէ հստակություն չունենք նախ, որովհետև այդպես ասել, որ եթե այսպես ապա այնպես, իմ կարծիքով սխալ է։ Մենք խոսում ենք այն քաղաքական ուժի մասին, որը բավականին քիչ է խոսում այս պայմանությամբ արտաքին քաղաքականության մասին, հատկապես Հայաստանի նկատմամբ քաղաքականության մասին։ Երկրորդը հաշվի առնելով, որ Թուրքիայում ազգայնական տրամադրությունները շատ են տարածված, իշխանությունները ավելի ճիշտ ընդդիմությունը կարող է փորձել թաքցնել իր կարծիքը։ Ենթադրենք իրանք իսկապես կուզենան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, բայց քանի դեռ իրանք իշխանության մեջ են, դրա մասին չեն կարողանա բաց խոսալ։ Այսպիսով ես կարծում եմ, որ այս խոսակցությունը առհասարակ բավականին սպեկուլյատիվ է։ Պարզ է, որ այս ներկայիս ընդդիմությունը Թուրքիայում ավելի տրամադրված է Եվրամիության հետ համագործակցել եւ ավելի տրամադրված է նաեւ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցել, ավելի տրամադրված է առհասարակ դեպի արևմուտք գնալ, քան թե սեփական կայսրություն կառուցել, բայց հաստատ պետք չի մտածել, որ նրանք հրաժարվելու են դրանից, որովհետև Թուրքիայում մեծ հաշվով Հայաստանի Հանրապետության 35 տարվա ընթացքում, 34 տարվա ընթացքում մի քանի իշխանություն փոխվել է։ Նաև մինչև Էրդողանն են եղել ուժեր եւ որևէ մեկը Հայաստանի նկատմամբ բարիդրացիական հարաբերություն չի հաստատել։ Ով էլ գա լուրջ փոփոխություններ պետք չի ակնկալել։ Շատ լուրջ չէ, որոշակի փոփոխություններ կարող են լինել։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում Եվրամիությունը փորձելու է նրանց ստիպել, որպեսզի իրանք գնան զիջումների այս հարցում, եւ սա ես չեմ բացառում, բայց պնդել նման բան իմ կարծիքով շատ սխալ է եւ նաեւ ժողովրդին խաբելն է։ Եվ պարոն Միքայելյան, Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները վերջին 4 օրում 2 անգամ հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը։ Ըստ ձեզ ինչի մասին է այս իրողությունը վկայում, արդյոք Հայաստանի իշխանությունները կրկին սկսել են Մոսկվայում երաշխիքներ փնտրել։ Որոշակի առումով այո, բայց ինչ առումով, հա։ Ընդհանրապես էլի շատ սխալ սկսեց այս իրավիճակը ներկայացվել, որ Հայաստանի իշխանությունները սկսեցին հիմա Մոսկվայի տակ գնալ եւ այլն, չէ։ Իհարկե քաղաքականությունը չի փոխվում։ Եթե մենք նայենք այցերի աշխարհագրությունը, եթե մենք նայենք ամբողջ քաղաքականությունը ինչպես է դասավորվում, ապա Եվրոպամետ եւ Արևմտամետ կուրսը որևէ տեղ չի գնացել, որևէ բան չի փոխվել, բայց փոխվել է այն, որ Ռուսաստանի նկատմամբ ոնց որ թշնամական վերաբերմունքը սկսեցին մեղմացնել։ Հիշեցնեմ, որ 2022 թվականից մոտավորապես Հայաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվեցին առհասարակ Ռուսաստանի հետ որևէ երկխոսությունից եւ բացի վարչապետի մակարդակից եւ գուցե փոխվարչապետի մակարդակից եւ Հայաստանի դեսպանի մակարդակից Ռուսաստանում բոլոր կոնտակտները խզվել են, թե իշխանամետ կառույցներում, թե հենց իշխանության կառույցներում, թե նախարարությունների մակարդակում Հայաստանի կողմից հրաժարում կար,
որևէ երկխոսությունների մեջ մասնակցելուն եւ այդ շրջանակներում Հայաստանը նաեւ դե ֆակտո դուրս է եկել հապկից, բայց հիմա նրանք ինչպես միշտ սխալ խաղադրույք են արել։ Եթե մենք դիտարկենք օրինակ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը, ապա նրանք երկու խաղադրույք են արել, մեկը որ Ռուսաստանը չի պարտվելու Ուկրաինայի պատերազմում, եւ երկրորդը որ Թրամփը հաղթելու է, եւ այս խաղի մեջ նրանք երկուսն էլ ճիշտ են արել։ Իսկ Հայաստանի իշխանությունները հակառակ երկու խաղադրույք են արել, երկուսում էլ պարտվել են, այսինքն նրանք ամբողջ հույսները կապում էին դեմոկրատական կուսակցության հետ ԱՄՆ-ում եւ չեն էլ թաքցնում դա։ Այո, իհարկե։ Եվ նաեւ Եվրամիության հետ են աշխատում, որտեղ արդեն պարզ է դառնում, որ Ուկրաինան Ռուսաստանը հաղթում է եւ հաղթում է պարզ է, որ Եվրոպական միությանը։ ԱՄՆ-ն հիմա ԱՄՆ-ի նոր իշխանությունները դա շատ լավ հասկացան եւ ուզում են պարտվածների հետագա շարքից դուրս գան, իսկ Եվրոպական միությունը չի ուզում է դրա մեջ մնալ եւ հետեւաբար նաեւ այդ շարքում նաեւ Հայաստանն է հայտնվում։ Ուղղակի այստեղ մյուս հարց է ծագում, ինչպես մեղմացնել հետևանքները, որովհետեւ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում եւ եթե ավարտի այդ սա գործողությունները, ապա հետագայում Ռուսաստանը փորձելու է արդեն հետխորհրդային տարածքում ոնց որ վերադասավորել ամեն ինչը եւ փորձել վերադառնալ, որովհետեւ մենք տեսնում ենք Հարավային Կովկասում Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ ազդեցությունը կորցրեց։ Եվ պարզ է, որ պետք է սկսի Հայաստանից։ Եվ պարզ է, որ նաեւ պետք է փորձի Հայաստանի իշխանություններին շարքից անի եւ փոխի իշխանությունը Հայաստանում։ Կամ այս իշխանության պահվածքը փոխի, հա։ Եվ նրանք փորձելու են ստեղծել այն պատկեր, որ նրանք փոխվել են, որ նրանք արդեն լավ գործընկեր են եւ փորձելու են մեղմացնել հետևանքները, այսինքն անգլերեն կոչվում է դա damage control իրականացնել ռուսական ուղղությամբ։ Ընդհանրապես սա է։ Այսինքն ինչպես օրինակ 21 թվականին էին հայտարարում, որ իրենք ամենառուսամետ իշխանությունն են եւ նման աբովանդակ այլ հայտարարություններ։ Մոտավորապես կարող են նույնիսկ սա ասել, պարզ է որ քաղաքականությունը դրանով չի փոխվում, բայց ամեն դեպքում այն որ նրանք փորձելու են Ռուսաստանի հետ, այսպես ասած, պատկերավոր adekvat բանակցային տրեք եւ հարաբերություն պահել, դա տրամաբանական է եւ իրականում իրենց կողմից էլ ունի իմաստ, որովհետեւ եթե Ռուսաստանում համարեն, որ Հայաստանը առաջնահերթություն չի, իսկ նրանց խնդիրը միայն սա է, այսինքն այս պայդրությամբ ոնց որ Ուկրաինայից հետո Հայաստանը կարող է առաջնահերթություն դառնալ, հա։ Իրանք պետք է ընդամենը դուրս գան այդ առաջնահերթությունների շարքից եւ հանգիստ շարունակեն իշխել Հայաստանում, որը տրամաբանական է, որ այդ ուղղությամբ կգնա իշխանությունը։ Պարոն Միքայելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Կհանդիպենք։